Համացանցը ցնցել է Երևանում տեղի ունեցած սահմռկեցուցիչ ավտովթարի լուրը, որը երիտասարդի կյանք է խլել։ Ինչպես հայտնում է Շամշյան.com-ը, ժամը 12:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 28-ամյա Անան իր վարած Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենայով Աթենքի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ մեծ արագությամբ բախվել Հրազդան մարզադաշտի մուտքի բազալտե պատնեշին։ Վթարից հետո երիտասարդ կնոջը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, սակայն ցավոք նրա կյանքը փրկել չի հաջողվել, նա գիտակցության չգալով մահացել է։ Համացանցում տարածված տեղեկությունների համաձայն մահացածը 28-ամյա Ալետա Նիկոյանն է, դերասան, բլոգեր Նորայր Նիկոյանի հարազատ քույրը։ Ալետան ամուսնացել էր 2022 թվականին եւ 2 մանկահասակ երեխաների մայր էր, ով վայելում էր իր ընտանեկան երջանկությունը, որը այսպես անժամանակ եւ դաժանորեն ընդհատվեց ողբերգական պատահարի պատճառով։ Այս սոսկալի դեպքի ժամանակ բլոգեր Նորայր Նիկոյանը կնոջ հետ միասին գտնվում էր արտերկրում, ուր մեկնել էին մի քանի օրով հանգստանալու նպատակով։ Հարազատ քրոջ մահվան գույժը ստանալուց հետո Նորայրը ընդհատել է հանգիստը եւ այժմ շտապում է վերադառնալ Հայաստան, կանգնելու ընտանիքի կողքին։ Օգտատերերը եւ երկրպագուները ցավակցական խոսքեր են հղում Նիկոյանների ընտանիքին եւ հարազատներին, մաղթելով ուժ եւ համբերություն։ Սակայն Նորայրը որևէ պաշտոնական արձագանք չի տվել տարածվող լուրերին։ Դե ինչ, այսքանն էինք պատրաստել ձեզ համար, մնացեք մեզ հետ։ Թամարա Քալանթարյան, Օրագիր Նյուզ։